Երրորդ կողմի ներգրավումը դատական պրոցեսին կնպաստի արդարադատության կայացմանը։ Այս ճանապարհով է առաջնորդում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, իսկ երրորդ կողմը հասարակությունն է, որը մասնակցում է որոշակի գործերի քննությանը։ Որոնք հանրային շահին վերաբերող գործեր են կամ ընդհանուր շահին վերաբերող գործեր են, որոշակի տարբերություն կա այսպիսի միջև, կամ հետապնդում են իրավունքի զարգացման նպատակ։ Այսօր ԵԱՀԿ Երևանյան գրասենյակն ու փաստաբանների պալատը, ինչպես նաև շահագրգիռ այլ կողմեր քննարկում էին երրորդ կողմի մասնակցությունը ներպետական եւ միջազգային դատավարություններում թեման։ Հայաստանում երրորդ կողմի մասնակցությունը ապահովում է միայն Սահմանադրական դատարանում։ Փաստաբան Վահե Գրիգորյանի խոսքերով Սահմանադրական դատարանը իր եզրահանգումներում շատ հաճախ համաձայնում է երրորդ կողմի պատճառաբանություններին, իսկ հակառակ դեպքում իր պատճառաբանություններն է բերում։ Այս ինստիտուտի գոյությունը սահմանադրական արդարադատության շրջանակներում ավելի աշխուժացրել եւ առողջացրել է դեբատը։ Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նույնպես կարևորում է երրորդ կողմի մասնակցությունը բոլոր ատյանների դատավարություններում։ Այսօր դատարաններում երրորդ կողմը չի անտեսվում միայն զրպարտության եւ վիրավորանքի մասին գործերով, որտեղ ընթերցվում է տեղեկատվական վեճերի խորհրդի եզրակացությունը։ Դրանք մասնագիտական եզրակացություններ են, որոնք բնականաբար կարևոր են վերջնական որոշում կայացնելու համար։ Դատական գործերին հասարակության մասնակցությունը կարևորում է նաև Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը եւ վստահեցնում, որ այն կարող է բեկում մտցնել դատական համակարգում։ Սուսաննա Պողոսյան, Հովսեփ Հովսեփյան, IPFE։